Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր պատրաստելու եմ ձեզ համար պիցցա ռոզա։ Այս պիցցան արդեն 20 տարի գոյություն ունի։ Կոչվում է իմ անունով, իմ առաջվա շեֆը այդպես կոչեց, որովհետև սա իմ հնարած պիցցան է, ում մոտ որ առաջին անգամ մտել եմ աշխատանքի, այդ ժամանակ մենք մեր բիզնեսը չունեինք։ Ես ուրիշի մոտ էի աշխատում, որ շեֆս եկավ ասեց մի հատ լավ պիցցա սարքի ինձ համար, ես պետք է այսօր ուտեմ պիցցա։ Այդպես եմ որոշել։ Ես էլ իր համար պատրաստեցի այս ինչով որ կա, հիմա որ պատրաստում եմ, ու ինքը անվանեց այդ պիցցան այդ օրվանից պիցցա ռոզա։ Ու մինչև այսօր հիմա մենք ունենք մեր բիզնեսը, համենայն դեպս այս պիցցա ռոզան ինձ հետ եկել է։ Արմինս փշաքաղվեց, ասեմ իմանաք, որ հիշեցի անցյալը։ Խմորի բաղադրատոմսը ով կցանկանա, թող գրի բաղադրատոմս։ Ես ձեզ համար գրեմ բաղադրատոմսը, սիրելիներս։ Խմորը արդեն պատրաստի է ինձ մոտ։ Ես չունեմ այդքան ժամանակ, որ պատրաստեմ, հետո նոր խմորը պետք է ժամանակապետ որ գա։ Դրա համար էլ ասում եմ, ով կցանկանա բաղադրատոմս, թող ուղակի կոմենտներում գրի բաղադրատոմս։ Հիմա անցանք գործի։ Ամեն մի պիցցայի համար վերցնում եմ 300 գրամ խմոր, որպեսզի իմ ուզած պիցցան ստացվի։ Հիմա կուզեմ ձեռքով կանեմ, կուզեմ կրտնակով, այդ խմորը այդքան հաճելի եւ շուտ բացվող փափուկ խմոր է, սիրելի ժողովուրդ։ Իսկ սոուսը ասեմ ձեզ, գաղտնիք չի սոուսը, դուք գիտեք արդեն այդ սոուսի բաղադրատոմսը, դա իմ պատրաստած սոուսն է, որ ես պատրաստում եմ։ Արդեն ես խմորը տեղավորեցի մեր պիցցայի ֆորմայի վրա, հիմա չգիտեմ հայերեն ինչպես է կոչվում, կներեք, հայերեն ձևը չգիտեմ, տապակա է կոչվում, ինչ է կոչվում, չգիտեմ։ Խնդրում եմ գրեք կոմենտներում ճիշտ անունը, ես չգիտեմ ինչպես է կոչվում սա։ Վերցնում եմ պիցցայի սոուսը, պես տարածում եմ, այս եզրերը, որ թողում եմ, դա իրավունք չունի, իսկական պիցցայի եզրերը իրավունք չունի սոուսով պատվի, որովհետև վառվում է, իսկ եզրերը սիրուն բարձրանում են, ուռում են, ավելի պիցցայի տեսքը ավելի գեղեցիկ է դառնում։ Հիմա պատրաստեցի, սոուսը քսեցի, արդեն։ Եթե դուք սիրում եք շատ սոուսով, արեք շատ սոուսով։ Մենք չենք սիրում շատ սոուսով, այսինքն հաճախորդներն էլ իմիջայլոց իմ հաճախորդները չեն սիրում շատ սոուսով, բոլորն էլ որ գալիս են ասում են սոուսը մի քիչ։ Պիցցայի պանիրն է, սիրելիներս։ Հիմա պետք է պանիրը գցեմ։ Սոուսի մեջ ամեն տեսակի կանաչին ես ունեմ։ Արդեն սոուսը պատրաստելուց գցել եմ, դրա համար իր վրա ոչ մի տեսակի կանաչի չեմ գցում։ Այսպես, ու քիչ եմ գցում, որովհետև շատ յուղոտ է, պանիրը անում ենք մոցարելա և գաուդա։ Եթե գաուդա չունեք, վերցրեք սովորական պիցցայի պանիր, ինձ թվում է Հայաստանում էլ է վաճառում պիցցայի պանիրը, ու հետը խառնեք մի քիչ մոցարելա։ Հիմա սիրելիներս դնում եմ երշիկ, ինչ երշիկ ունեք, այս րոպեիս իմ մոտ պեպերոնիի երշիկ է, այդպես է կոչում, ծուխտված երշիկ է։ Հիմա դրել եմ պեպերոնի երշիկը, դնելու եմ խոզապուխտ մի քիչ, իսկական պիցցայի բաղադրիչները պետք է շատ չլինի։ Վերցրել եմ պանիր, աղի պանիր, հիմա պետք է լցնեմ այս աղի պանիրը մի քիչ, այսպես մի 50 գրամ։ Եվ լցնելու եմ հիմա կծու պեպերոնի։ Պղպեղը թթվածրած, ասեմ, արդեն վերջացրեցի բաղադրիչները, ու հիմա պետք է դնեմ արդեն գազօջախ պիցցայի օջախի մեջ։ Շատ կարճ ժամանակով անպայման պետք է շուտ նայենք, որովհետև 300 աստիճան է, 270-300
բայց տանը անպայման 300-ով պատրաստեք ու պետք է նայեք չդնեք 300 ու գնաք այն մյուսենյակը գործանելու սիրելիներս այսպիսի տեսք ունի ուզում եմ ձեզ ցուցադրեմ տակի մասը նույնպես այսպես շատ գեղեցիկ պիցա դուրս եկավ մեր պիցան հիմա արդեն կկտրեմ ու ձեզ կցուցադրեմ հիմա կտրեմ պիցան սիժուն բաժանեմ 8 հավասար մասերի շատ խրթխրթան համով պիցա է սիրելիներս հիմա ես մի կտոր կվերցնեմ կփորձեմ բայց լրիվ չեմ կարող ուտեմ ինձ համար սա շատ կծու է նայեք ինչ խմոր չի լրիվ ամբողջովին եփված է ու շատ համեղ է շատ գեղեցիկ տեսքով ինչ ասեմ փորձեք անպայման մեծ ցանկություն ունեմ որ բոլորդ էլ փորձեք ու գրեք կոմենտներում երկար աշխատանք չի պահանջում անում եք բանը խմորը պիցայի նորից եմ կրկնում ուղղակի եթե ցանկանում եք այս խրթխրթան խմորը ունենաք պիցայի համար ուրեմն գրեք կոմենտներում բաղադրատոմս սա գաղտնիք չի սա իմ խմորն է իմ ձեռքի տակ ես եմ այս խմորը արդեն 20 տարի ավել օգտագործում որովհետև սա իմ խմորն է ես եմ այս խմորի հեղինակը իմ հաճախորդները սիրելիներս խենթանում են այս խմորի համար ինչի համար որ շատ համեղ է ու շատ խրթխրթան բոլորն էլ սիրում են խրթխրթան դրա համար ես կյանքում բաղադրիչները այսպես հաստ չեմ դնում մի տեսակ հաճույքով չի էլ ուտում մարդը շուտ կշտանում ես ու արդեն ոնց որ ախորժակը չի քաշում որ շարունակես քո մի հատիկ պիցան վերջացնես անմահական սիրելիներս իսկապես անմահական երանի կարողանայիք փորձեիք երանի կարողանայիք այս բույրը դուք էլ զգայիք սիրելի ժողովուրդ սիրելի հետևորդներ ջան անմահական է ինչ ասեմ մեզ մնաց սիրելիներս հետևել հավանել եւ տարածել աշխարհով մեկ պիցա ռոզան թող բոլորն էլ ունենան պիցա ռոզա թող բոլորն էլ օգտվեն ռոզա տատիկի ռոզա պիցայից համեղ տատիկի նման անուշ տատիկի նման կատակ է մնացեք ինձ հետ